Բայորդ սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզ լրատվականի եթերում վերսկսում ենք Ադրբեջանը քաղաքագործության թշնամի հաղորդաշարը տևական դադարից հետո։ Վաղը տեսարժան վայրերի և հուշարձանների միջազգային օրն է, և այս հանգամանքից օգտվելով մենք անդրադառնալու ենք այն խնդիրներին, որի առջև կանգնած է Արցախի պատմամշակութային ժառանգությունը։ Ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով յուրացնում և ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։ Մենք պետք է հստակորեն արձանագրենք, որ այն ինչ յուրացվում և ոչնչացվում է Արցախի տարածքում, դա զուտ հայկական մշակութային արժեքներ չեն։ Այդ պատմաճարտարապետական հուշարձանները, խաչքարերը համամարտկային նշանակություն ունեն և յուրացնելով և ոչնչացնելով այդ ժառանգությունը ոչ միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հարվածում է հայկական մշակութային ինքնությանը, այլ դրանով մոլորակը իր դիմագիծը կորցնում է, զրկվելով բացառիկ պատմաճարտարապետական հուշարձաններից։ Եթե 2020 թվականի պատերազմի հետևանքով բռնազավթված բնակավայրերում հիմնականում թիրախավորվում էին պատմաճարտարապետական հուշարձանները և շատ քիչ դեպքերում առանձին բնակելի տներ և թաղամասեր, ապա Արցախի ամբողջական բռնազավթումից հետո 2023 թվականին ի թիվս նշված այդ հանգամանքին ավելացավ նաև ամբողջական բնակավայրերի ոչնչացման փաստերը, ավելացավ բնակելի թաղամասերի ոչնչացման հետ կապված փաստերը։ Ստեփանակերտ քաղաքում Արցախի մայրաքաղաքի բազմաթիվ բնակելի թաղամասեր ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին, և նույն փաստերի մենք ամենօրյա պարբերականությամբ ենք ականատես լինում, և դրա վառ օրինակներից մեկը պատմական Թումանյան փողոցն է, որի շենքերը յուրահատուկ ճարտարապետական ոճ ունեն, ընդ որում համանման են Շուշիի բնակարանների այդ ճարտարապետական ոճին, և ավելի քան 6 թաղամասեր, որոնք պատմական դիմագիծ ունեն, որը ոչնչացվել է Ադրբեջանը, այդ ոչնչացված տարածքում ճակերտավոր ասած հաղթանակի պարկ է կառուցում և մզկիթ։ Այս ամենին զուգահեռ նաև նախկինում մենք արձանագրել էինք ամբողջական բնակավայրերի ոչնչացում և բնակելի թաղամասերի ոչնչացում Հադրութի տարածաշրջանում ևս, Հադրութ քաղաքում մի շարք բնակարաններ ոչնչացվեցին, այդ թվում նաև պատմական թաղամասը Հադրութի։ Հիմնովին ոչնչացված է Շուշիի Քարինտակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մայրամածոր, Թաղուտ, Առաքել և նրա այդ համայնքի կազմի մեջ մտնող Ձորագյուղ։ Ցավոք սրտի այս շարքը օրեցօր ավելանում է և վերջերս նաև Սարգսաշենը դարձավ այդ քաղաքականության թիրախը։ Բնակավայրերի ոչնչացումին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է նաև ոչնչացնել հայկական պատմաճարտարապետական հուշարձանները, եկեղեցիները, ոչնչացված է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, որը Ադրբեջանը որպես աղվանական է ներկայացնում մի թիվս այլ եկեղեցիների, ընդ որում Մոխրենես գյուղը ևս ոչնչացված է։ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Շուշիի, որը հայտնի է նաև կանանչ ժամանունով, ևս հիմնովին ոչնչացված է։ Ձևախեղված է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ղազանչեցոցը, որը 2020 թվականի թուրք-ադրբեջանահաբեկչական այդ անդեմի կողմից հանդազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 8-ին նույն օրը 2 անգամ գերճշգրիտ զենքով թիրախավորվել է և դրանին հաջորդել են ճակերտավոր ասած վերականգնողական աշխատանքները, որից հետո եկեղեցին իր ամբողջականությունը կորցրել է և այն տեսքով ինչով հիմա եկեղեցին կանգնուն է, աղավաղված է և խեղաթյուրված է իր ամբողջականությունը։ Դրան զուգահեռ նաև կեղծում է
այդ եկեղեցու պատմությունը եւս այն մեկ ներկայացնում են որպես ռուս ուղղափառ եկեղեցի, մեկ ներկայացնում են որպես աղվանական եկեղեցի։ Նույնը նաեւ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մասին էր կանաչ ժամի, մինչ ոչնչացնելը ադրբեջանական պետական քարոզչամեքենան այդ եկեղեցին ներկայացնում էր որպես ռուս ուղղափառ եկեղեցի, որոշ հրապարակումներում ներկայացրեցին որպես աղվանական եկեղեցի, այնուհետև գմբեթը պայթեցրեցին, դրանից հետո հովվատունը վերածեցին թեյարանի եւ այդ ամենից հետո եկեղեցին հիմնովին ոչնչացրեցին։ Բայց կա մի շատ կարևոր հանգամանք եւս, վերջերս մենք Ադրբեջանի մշակույթի նախարարությանը պատկանող Heritage.gov կայքեջում մենք հետաքրքիր մի փաստի արձանագրեցինք, որ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որի ոչնչացումը փաստագրված է արբանյակային լուսանկարներով եւ այդ մասին տարբեր առաջնային կարգ ունեցող կազմակերպություններ հրապարակումներ ունեցան եւ խոսվեց այդ մասին, ներկայացված է ուշադրություն դարձրեք սիրելի հայրենակիցներ, որպես օրիորդաց վանք անունով եւ տեղադրված է այն նկարը, որում պատկերված է եկեղեցին գմբեթը վնասված վիճակում։ Սա եւս խոսում է այն մասին, որ այդ քաղաքականությունը յուրացման եւ ոչնչացման, որ իրականացնում է Ադրբեջանը, պետական մակարդակով է իրականացնում։ Նույն վանդալիզմի դեպքերը մենք արձանագրեցինք նաեւ, մենք ենք մեր սահերը հայտնի հուշակոթողի հետ կապված քարոզչական տարբեր թեզեր են տարածում ադրբեջանական տեղեկատվական դաշտում եւ վերջին հրապարակած տեսանյութերից մեկում ակնհայտորեն երևաց, որ հուշարձանի հետնամասում ադրբեջաներենով տարբեր գրություններ են հայտնվել։ Սա եւս վանդալիզմի դրսևորումների մի տեսակ է։ Անդրադառնանք Սուրբ Համբարձման եկեղեցու հետ կապված Բերձորի, նշենք, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում հենց իրենք են խոստովանել, որ եկեղեցին ոչնչացրել են եւ մինչ եկեղեցի ոչնչացումը ադրբեջանցիների մտադրությունն էին եկեղեցին վերածելու մզկիթի։ Այնինչ հետագայում այժմ կառուցվող Բերձորի մզկիթը գտնվում է հենց ոչնչացված եկեղեցու հարակից հատվածում։ Իհարկե մզկիթի կառուցումը սկսել էին դեռևս մինչ եկեղեցու քանդումը, այնուամենայնիվ սա խոսում է այն մասին, որ այդ ընդհանուր տարածքը, որտեղ ակայված էր եկեղեցին, ոչնչացվել է նաև այդ նպատակով, որպեսզի դառնա այսպես կոչված մզկիթի հարակից տարածք։ Ու պետք է նշենք, որ այդ մզկիթների համատարած կառուցումը, ինչպես նշեցի Ստեփանակերտում, Բերձորում, Քարինտակում սկսեցին կառուցել, Հադրութում, դրանք այնպիսի բնակավայրերում են կառուցում մզկիթներ, որտեղ երբևէ մզկիթ չի եղել։ Եվ սա խոսում է այն մասին, որ ոչնչացված հայկական դիմագծի փոխարեն Ադրբեջանը իրականացնում է Արցախի իսլամացման քաղաքականություն։ Եւ այս ամենի ֆոնին միջազգային տարբեր կազմակերպություններ, տարբեր գերատեսչություններ բավարարում են միայն արարողակարգային հայտարարություններ անելով, տարբեր զեկույցներ, բանաձևեր ընդունելով։ Իհարկե այդ բանաձևերը, զեկույցները կարևոր են, որոնք փաստագրում են Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները, բայց դա բավարար հենք չէ Ադրբեջանի այս ցեղասպան քաղաքականության թեմը առնելու։ Այդ ամենին զուգահեռ ավելի ճիշտ պետք է հստակ պատժամիջոցներ կիրառվի Ադրբեջանի դեմ Արցախում իրականացվող համամարտկային մշակութային արժեքների ոչնչացման եւ յուրացման այդ քաղաքականության դեմ առնելու համար եւ դրա փոխարեն նման քաղաքականություն իրականացնելու վերջերս Վատիկանում կազմակերպվեց մի միջոցառում, որը ակադեմիական ձևակերպումով գիտաժողով անվանել չենք կարող եւ գաղտնի կերպով էր սկզբնական շրջանում այդ գործընթացը կազմակերպում, որը եւս մեկ անգամ փաստում է Ադրբեջանի այն հավակնությունները հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ, ինչը
տարվում է եւ սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը այդ քաղաքականությունը արտահանում է եւ հանցակից դարձնելով տարբեր միջազգային գերատեսչությունների եւ կազմակերպությունների։ Եվ պետք է մենք հստակորեն արձանագրենք մի շատ կարևոր հանգամանք եւս, որ բոլոր այն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, բոլոր այն երկրների ղեկավարները, ովքեր որ ապօրինի կերպով այցելում են բռնազավթված Արցախ, նրանք դառնում են Ալիևյան այս ռեժիմի հանցակից այն մշակութային ցեղասպանության, ինչը տեղի է ունենում այսօր Արցախում։ Մենք ցավոք սրտի ամեն վարքյան ենք արձանագրում պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացման դեպքեր։ Եվ արձանագրված բոլոր դեպքերը հստակորեն ցույց են տալիս, որ մենք Արցախում գործ ունենք աշխարհի մակարդակով խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Եվ այս ամենը, սիրելի հայրենակիցներ, անպատժելիության հետևանք է եւ հետևանք է նրան, որ դեռևս հայոց ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանում, այնուհետև Նախիջևանում այդ ոչնչացված Ջուղայի խաչքարերի եւ այլ մշակութային արժեքների հետ կապված համապատասխան իրավաքաղաքական գնահատական չի տրվել եւ ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչի մասին մեր հետագա թողարկումների ընթացքում կանդրադառնանք։